պատգամավորը ժամանակին ականջներ էր կտրում, լեզու էր պոկում եւ դա երբևէ որևէ քննադատության առարկա չդարձավ հենց իրենց խմբակցության ներսում։ Հայհոյանքներ, ամեն տիպի անպատասխանատու հայհոյանքներ։ Մի անպատասխանատվության դարաշրջան ենք մտել։ Ով ինչպես ուզում է էկրանի հետևից նստած, ինչի ասես իրեն թույլ է տալիս։ Ես 8 տարի շարունակ հիշում եմ, որ չգիտեմ, ամեն առավոտ արթնանում էի, մտածում թե հերթական անգամ այսօր ում են նվաստացրել, ում են բերման ենթարկվել այդ սարսափելի տեսարաներով։ Իսկ երբ որ խոսքը իրեն է վերաբերվում, իրեն են հարցնում, ասում են, բայց գիտեք ինչ, դուք եք այդպես խոսել, ասում եմ, դրա համար ես գնում ծնկում եմ եկեղեցու։ Այսինքն իր կողմից ծնկելը հավասարեցնի մյուսի կալանքին։ Այսինքն երիտասարդները մեծանում են այդ տեսարանները տեսնելով։ Բնականաբար, եթե դա վերևից է խրախուսվում, իշխանությունն է երկրի անում, հավանաբար իրենք մտածում են, թե ճիշտ ձևը դա է, այդպես պետք է անեն կայանալու համար, լավ տղաներ կոչվելու համար։ Որ չի կարելի օրենքը խախտել, հետո ասել, գիտեք ինչ, օրենքը պետքա գործի։ Իմ նկատմամբ օրենքը մի կերպ է գործում, ձեր նկատմամբ այլ կերպ է գործում։